Խոսափողի մոտ Աթիրյա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հրավերով ապրիլի 22-ից 24-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով կմեկնի Չինաստան, երկուշաբթի հայտնել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը։ Այս մասին գրում է News Channel-ը։ Աստանայում մեր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ եւ դրա արդյունքներում ընդունված համատեղ հռչակագիրը պատմական իրադարձություն է եւ նոր էջ է բացում Ադրբեջանը-չինական հարաբերություններում։ Այս մասին չինական Մինհուա լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Խոսելով Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ես նշել եմ, որ ընդունված հռչակագիրը պաշտոնապես Չինաստանն ու Ադրբեջանը դարձնում է ռազմավարական գործընկերներ, եւ դա մեծ ձեռքբերում է եւ մեծ պատասխանատվություն, ընդգծել է պետության ղեկավարը։ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ բարձր մակարդակի այցերի նման փոխանակումը լրացուցիչ խթան կհաղորդի միջպետական հարաբերությունների խորացման գործընթացին։ Մենք ընդլայնում ենք համագործակցությունը Չինաստանի հետ, գոտի եւ ճանապարհ նախաձեռնության շրջանակներում։ Այս ուղղությամբ արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին չինական Սինհուա լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանը օգտագործելով իր շահեկան աշխարհագրական դիրքը շարունակում է ակտիվորեն զարգացնել միջազգային տրանսպորտային միջանցքները, ստեղծել ժամանակակից ենթակառուցվածքներ եւ լրացուցիչ միջոցներ ներդնել դրանց կարողությունները մեծացնելու համար, հաշվի առնելով մեր տարածքով բեռնափոխադրումների կտրուկ աճը, ընդգծել է պետության ղեկավարը։ Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակում են կարծիքներ եւ առաջարկություններ փոխանակել սահմանային սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի աշխատանքների վերաբերյալ, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների հարցին։ Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ համաձայնություն չկա։ Կողմերը շարունակում են կարծիքներ եւ առաջարկություններ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպելու հարցերի շուրջ, նշել է փոխվարչապետը։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ողջունել է Լահորի եւ Բաքվի միջև ուղիղ չվերթների վերականգնումը։ Ջերմորեն ողջունում ենք Pakistan International Airlines-ի կողմից Լահորի եւ Բաքվի միջև ուղիղ չվերթների վերականգնումը երկարամյա դադարից հետո։ Սա կարևոր նշանակություն ունի զբոսաշրջության զարգացման եւ մեր եղբայրական երկրների միջև տարածաշրջանային կապերի ամրապնդման առումով։ Մենք հավատարիմ ենք մնում Պակիստանի եւ Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդմանը եւ կշարունակենք զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում, ասված է վարչապետի հայտարարության մեջ։ Ապրիլի 21-ին Բաքվի զինվորական դատարանը շարունակել է Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քրեական գործերի դատաքննությունը, որոնք մեղադրվում են խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Դատավարության ընթացքում ամբաստանյալները պատասխանեցին պետական դատախազների հարցերին, որոնք վերաբերում էին 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Խոջալույի ցեղասպանությանը եւ ցեղասպանության ժամանակ անմեղ մարդկանց նպատակաուղղված ոչնչացմանը բացառապես ադրբեջանցի լինելու պատճառով։ Պատասխանելով գլխավոր դատախազի ավագ օգնականի հարցերին, մեղադրյալ Արկադի Ղուկասյանը հայտարարել է. Այն ժամանակ մենք չգիտենք ողբերգության չափը։ Նա ընդգծել է, որ դատապարտում է խաղաղ բնակիչների սպանությունը։ Սա անընդունելի է, սա պատերազմի արյունոտ էջերից մեկն է։ Ըստ Ղուկասյանի, Խոջալույի ցեղասպանության ժամանակ ինքնահռչակ ռեժիմի ղեկավարումն իրականացրել է Արթուր Մկրտչյանը, իսկ մարտական գործողությունների ղեկավարությունը կոմանդոս մականունով Արկադի Թաթևոսյանը։ Նա հավելել է, որ ստեղծվող այսպես կոչված ինքնապաշտպանական ուժերի առաջնորդը Սերժ Սարգսյանն է։ Հետո նա ասել է. «Ես դեմ եմ բոլոր պատերազմներին, բայց եթե պատերազմ լինի, դրա օրենքները պետք է պահպանվեն»։ Մեղադրյալ Բակո Սահակյանը ասել է, որ ինքը լսել է իրադարձություններին նախկին խորհրդային բանակի 366-րդ մոտոհրացքային գնդի մասնակցության մասին, ընդգծելով, որ այս գնդում է ծառայել Սեյրան Օհանյանը,
ով հետագայում զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։